Հույս ունեմ, որ սա էլ ազդակ կլինի բոլորին, բոլորիս, որ այսպես շարունակել հնարավոր չէ, սենց շարունակելու դեպքում այս ուխտը բոլորի դուռը չոքելու է եւ ես կարծում եմ, որ սա արդեն այն գծերն է կարմիր, որ հատել է եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել, հաշված ամիսներ են մնացել։ Հասարակությունը դուք հասկանում եք, մի հատվածն ապրում է իր կյանքով եւ դա կապ չունի մեր եւ ձեր եւ մյուսների ապրած կյանքեր, մի մասը Նիկոլի կյանքով է ապրում, մյուս մասն ապրում է տառապանքով։ Հիմա հասարակության այս 3 խմբեր իրար հետ ոչ մի կապ չունեն։ Մեկը մեկից բեխաբար ապրում է։ Հիմա ո՞նց անենք, որ Փաշինյանից հիաստապած ինչպես որ սոցհարցումների տվյալներն են պարբերաբար հուշում։ Հազիվ 10-11% քվե ունի փաստորեն այդ մարդը այս պահին։ Ո՞նց անել, որ նրանից հիասթափվածներին կարողանալ համոզել։ Ես ձեզ հարց տամ եւ մեր սիրելի քաղաքացիներին, մեր սիրելի հայրենակիցները պատրաստ են Թուրանի մաս կազմելու։ Այս մարդը գնացի հայտարարել է, որ ես մեծ Թուրանի, դե ասում էին, որ Արցախը հեռու է, մեզ չի հասնելու։ Եկավ հասավ Սյունիք, եկավ հասավ Տավուշ, եկավ հասավ Գեղարքունիք։ Մեծ Թուրանի ճանապարհին ասում են մենք մաս ենք կազմելու, մենք մաս ենք կազմելու Թուրանին։ Այս մարդը ասում է, որ մենք սահմանադրություն անկախության հռչակագիր ամեն ինչ ուրեմն բան ենք անելու, հեչ ենք անելու եւ այս մարդը պատրաստվում է կրկնում եմ ադրբեջանցիներին բերել եւ բնակեցնել այստեղ։ Հիմա ես հենց այդ եմ ասում։ Ես հիմա այդ եմ ասում։ Դրա համար պետք է պայքարից դե չի առանց ժողովրդի, առանց ժողովրդական աջակցության, առանց մեր հայրենակիցների տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդիկ պիտի փողոց դուրս գան, ոչ թե առանձին վերցրած այս կամ այն քաղաքական միավորի, առանձին վերցրած, այլ իրենց համար։ Սա իրենց համար։ Ջան, մենք էլ հարց տանք էլի, եթե կարելի է։ Վերջացրեք համ նորից հարց տվեց։ Ձեր բանը գործը ինչ է լինելու ասեց, եթե կարելի է մի քիչ ինֆորմատիվ, պարոն Դանիելյան, նաև խուզարկություններ կան այլ անձանց տներում, այդ թվում նաև դաշնակցականների, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք այս պահի դրությամբ ձեզ ինչ է հայտնի, քանի հոգի են, ովքեր են։ Տվյալները թարմացվում է, մեր մարզային կառույցների պատասխանատուներն են տարել ԱԱԾ, քիչ առաջ ասեցին, որ մեր Լիդիային են Մանթաշյան տարել, քնչական Սրբազանի օգնականին են տարել, տարբեր ուրեմն Արա Ռուստամյանը որդիների կանչ հասարակական կազմակերպության նախագահն է, հերոս նահատակի հայրը, Ռոստի հայրն է, իրեն են տարել, անդադ տվյալները թարմացվում են, մի քանի տասնյակի են հասնում, նոր տեղեկություններ ենք ստանում, որ արդեն Արթուր Սարգսյանի բնակարանն են խուզարկում, պատգամավոր մեր ընկեր, այո, Երևանի բնակարանը։ Մենք գիտենք, որ Վայրձորում են մտել տներ, ընդ որում քիչ առաջ ինձ հաղորդեց, որ մեկի տանը նույնիսկ մահ կա, գիշերը մեկի հորեղբայրը մահացել է, այդ տղայի տուն են մտել, որը դու դռան վրա հարևան է, ասում են պահին, երբ մտել են տեղեկացնելու մորը, որ վիշտը ոնց ընդունի, այդ պահին ներխուժել է ոստիկանությունը, ընդ որում տեղի մարդիկ են քննչականի աշխատողները, խնդրել են ընտանիքի անդամները, ասել են թողեք գոնե 2 ժամ հետո ներխուժեք, ասել են չէ, որ մենք այս պահին մեր դատանի որոշման եկել ենք, այո, խուզարկման աշխատանքներ կատարելու, դիակը տանո, տենց ընտանիքը պանիկայի մեջ, ընդ որում մինչև այս պահը դուրս չեն եկել այդտեղից։ Վայոց ձորում մի երիտասարդի տուն են մտել։ Այս մարդը հայրան ծարավ է, այս մարդը ինչքան վատ լինի մեր հայրենակիցների համար, այնքան դրանից ինքը հաճույք է ստանում։ Արյան ծարավ է, էլի, ինչ ասեմ։ Դուք հանդիպել եք այն մարդկանց, ովքեր տարվել էին դաստիարակչական աշխատանքների մասնակցության համար, հիշում եք, մի քանի օր առաջ ասում էին տարել ենք, որպեսզի կրթա դաստիարակչական աշխատանքներ։ Կրթվել են Օրաձևե շրջանակում։ Չէ, բայց քննչականը ինչ է կրթել, քրեական օրենսգրքի ո՞ր կետով են կրթում կամ դաստիարակում կամ այդ ինչի համար են կրթել, խոսել եք այդ մարդկանց հետ։ Դե դաստիարակում, այլ արդեն տուն է կանչում։ Կրթվել է Նորաձևե շրջանակներում այդ ճանապարհային ինչ է ձեզ հայտնի։ Հաջան։ Ինչ էին
ասել, փոխանցել, գուցե սպառնացել, ահաբեկել այն մարդկանց, ովքեր ձեր կողմնակիցներն են եւ որոնց մի քանի օր առաջ բերման են։ Ասել են, որ զերծ մնան բողոքի ակցիաներ իրականացնելուց, զերծ մնան ուրեմն իրենց բողոք արտահայտելուց նման Մշակել են էլի, հա։ Չեն կարող ոչ մեկին էլ մշակեն իրենց տեսեք հարգելիներս եթե մարդը առհասարակ մեր քաղաքացիները իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու եթե պետք լինի նաև խաղաղ անհնազանդություն իրականացնելու դա տեղավորվում է օրենքի շրջանակներում այս մարդը դրա հետ էլ հաշտ չի այս մարդը պատկերացնում է որ ինքը Եվ այս երկրի դատավորն է, եւ դատախազն է, եւ քրեականի պետն է, եւ չգիտեմ, հիմա էլ արդեն վեհարանի վրա աչք ունի։ Այսինքն կոնկրետ մարդը փորձել է վախեցնել եւ տեսել է որ բան չի ստացվում, հիմա էլ սրան միջև այս ԱԱԾ ստորաբաժանումները ներգրաված չեն, ԱԱԾ ներգրաված չէր։ Հիմա արդեն ԱԱԾ-ին է ներգրավել, քիչ առաջ էլի Facebook-յան էջում հայտարարություն ա դրել։ Պարոն Դանիելյան, քննչական կոմիտեի հաղորդագրությունը ձեզ ծանոթ է, որ Սրբազան պայքարը Բաղդադ arczepiskopos Գալստանյանի գլխավորությամբ պետք է ինչ-որ ահաբեկչություն իրականացներ, քննչական կոմիտեն մի շարք գործողությունների պլաններ է, թվարկում այդ թվում նաև երկրում վախի մթնոլորտ ստեղծելու հետ կապված, դուք այս մասով ինչ կասեք, կար պլաններում նման բան, թե ոչ։ Դե կարային ավելացնեն, որ Քենեդու սպանության մեջ էլ է մասնակից Սրբազանը։ Չէ, դե տենց Դե կարան, ինչա, քիչ եթե այդքան կարում անի, քիչ կարանի։ Դուք քննչական Քիչ կարանի։ Ես նկարտումներ չունեմ, Նիկոլը նկարտումներ ունի, ինչ նկարտումներ պիտի ունենամ։ Ռազմական պատասխանատվության մասին է խոսում քննչական կողմը։ Հավաքագրել են ասում է 1000-ից ավել անձ են հավաքագրել, որ ինչ-որ գործողություններ իրականացնեն։ Ինչ գործողություն։ Նախկին դե ասեցինք այդ Ռազմական գործողություն։ նախկին ոստիկաններ, զինվորականներ քննչականի կոմիտեի հաղորդագրությունն է մեջ վերում, այդպես Իգլա բան գտել են, ինչ որ բան գտել են, ուղղաթիռ, հրթիռ, մրթիռ բան գտել են, այդպես բաներ գտել են։ Բայց ինչ պլաններ ունեիք օրինակ դուք իշխանապողություն անելու համար, պարոն Դանիելյան։ Այս 7-8 տարի է իշխանապողության ծրագիր կա, էլի, չգիտեք որ ծրագիր իշխանապողությունն է։ 7-8 տարի, այսինքն նաև այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանի հետ կառավարությունում էիք։ Նարեկ ջան, ինչ լրջացի էլի։ Չէ, դե ասում եք 7 տարի, Դե հա դե 7 տարի հետ եմ գնում, տեսնում որ դաշնակցականները նախարարական փորձել ինչ որ մի պահի մաս են կազմել կառավարության եւ ինչ դրանով ինչ։ Չէ որ Շատ ասում մարդիկ են մաս են կա, դե ես ընթացքում չգիտեք քանի անգամ ենք պահանջել որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարական տա, որովհետեւ չի սպասարկում հայ ժողովրդի շահերը։